Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, եւ հիշեցնեմ այն տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են նույն կայքում, ես առողջ եմ բաժնում, եւ միացեք մեզ Facebook-յան հարթակում, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջում եւ կկարողանաք մեզ դիտել live stream-ի տարբերակով մեկնաբանությունները բաց են, կարող եք հարցեր եւ դիտարկումներ թողնել, իսկ ես ներկայացնեմ այսօրվա շատ կարևոր թեմայով, ում հետ ենք զրուցելու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժնի ղեկավար, բժիշկ ուրոլոգ Վարդան Առաքելյան, բարև ձեզ բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Մենք այսօր խոսելու ենք մայիս ամսի մասին որպես միզապարկի քաղցկեղի իրազեկման ամիս, փորձենք հասկանալ այս տեսակի քաղցկեղի տարածվածությունը, հիմնական ախտանշանները, ախտորոշման մեթոդները, հետազոտության տարբերակները, իհարկե ինչ բուժում է առաջարկում այսօր ուռուցքաբանությունը, մասնավորապես Հայաստանում ինչ է հասանելի, ինչպիսին է դրա արդյունավետությունը բուժման տարբեր տեսակների եւ իհարկե վաղ ախտորոշման կարեւորության մասին էլ կխոսենք, ահա սա է լինելու մեր օրակարգում, հարգելի ունկնդիրներ, կարծում եմ թեման շատ կարեւոր է Հայաստանի համար, քաղցկեղի բոլոր տեսակներին անդրադառնալը միշտ արդիական է, ցավոք սրտի, իհարկե, բայց այս պահին ունենք այնինչ ունենք, այնպես որ բաց մի թողեք եւ դարձեք էլ ավելի գրագետ, ավելի իրազեկված միզապարկի քաղցկեղի վերաբերել։ Եվ այսպես սկսենք հենց ամենասկզբից, ինչ տեղ է զբաղեցնում, երևի, եթե այդպես կարելի է ասել, ըստ վտանգավորության, ըստ ագրեսիվության, զարգացման ընթացքի միզապարկի քաղցկեղը, որ հորիզոնականում է։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Միզապարկի քաղցկեղը նախ երկու բառով ասենք, ինչ է իրենից ներկայացնում։ Միզապարկի քաղցկեղը դա միզապարկի լորձաթաղանթը կազմող անցումային էպիթելի կամ այլ կերպ ասած ուռոթելի բջիջներից առաջացող չարորակ գոյացություն է զանազան քաղցկեղածին գործոնների ազդեցության տակ։ Տարածվածությունը ամբողջ աշխարհում ուռուցքային հիվանդությունների կառուցվածքում միզապարկի քաղցկեղը զբաղեցնում է 7-րդ տեղը արական բժշկության շրջանում եւ 10-րդ տեղը երկու սեռերի հաշվարկով։ Հիվանդացության ցուցանիշը 100,000 բնակչի հաշվով, արական բնակչի 100,000 արական բնակչի հաշվով կազմում է 9.5, իսկ իքական բնակչության հաշվով կազմում է 2.4։ Ինչով է պայմանավորված արական սեռի մոտ, կարծես թե ավելի բարձր ռիսկայնությունը։ Ամենայն հավանականությամբ պայմանավորված է վնասակար գործոնների ազդեցությամբ։ Ստորև կխոսենք դրա վերաբերյալ, մի քանի խոսք Հայաստանի Հանրապետությունում իրադրության վերաբերյալ եւ աշխարհում օնկոուրոլոգիական, այսինքն միզասեռական համակարգի չարորակ նորագոյացությունների շարքում միզապարկի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը, զիջելով շագանակագեղձի քաղցկեղին։ Հայաստանի Հանրապետությունում ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող քաղցկեղային ռեգիստրի տվյալներով միզապարկի քաղցկեղը զբաղեցնում է առաջին տեղը միզասեռական համակարգի չարորակ նորագոյացությունների մեջ շրջանցելով շագանակագեղձի քաղցկեղին եւ վերջի տարիներին դիտվում է քանակի աննախադեպ աճ։ Այսպես, եթե 2019 թվականին բացարձակ թիվը առաջնակի հայտնաբերված նոր դեպքերի 415 էր, ապա 2024 թվականին արդեն 576 նոր դեպք ունենք ամբողջ հանրապետությունում։ Սա մեծ տոկոս է Հայաստանի համար։ Ինչ որ բացատրություն դուք ունեք, միգուցե սա այ հենց արագ ախտորոշման, արագ հայտնաբերման հետ է կապված եւ մենք այստեղ փաստորեն մի փոքր առաջընթաց ունենք։ Հույս ունենք, որ դա էլ է նշանակություն ունի, այո, վերջին տարիներին բնակչության շրջանում ազգաբնակչության շրջանում սոնոգրաֆիայի եւ համակարգչային շերտագրման ավելի լայն կիրառում է, երբեմն նույնիսկ կանխարգելիչ նպատակներով հնարավորություն է տալիս վաղաժամ հայտնաբերել դեպքերը։ Մի քիչ սկրինինգային այդ մշակույթը կարծես թե կամաց մտնում է։ Վերջին 5 տարիներին կարծում եմ ակնհայտ է, որ
դիմում են, մի փոքր ավելի շատ, դեռ էլի խնդիր ունենք, չէ, դիմելիության, Այո, կարծում եմ։ իհարկե։ Եկեք հենց ռիսկի գործոններից էլ խոսենք, հասկանալով այստեղ սեռային տարբերությունը եւ տարիքային գործոնից էլ խոսենք, խնդրում եմ։ Տարիքային գործոնից հիմնականում հանդիպում է տարեցների մոտ 60-ից հետո։ 60-ից հետո, Հիմնական խումբը դա է։ Այո, հիմնական խումբ, բայց ունենում ենք նաև ցավոք երիտասարդ հիվանդներ 40-ից ցածր նույնիսկ կարող են դիտվել, բայց հազվադեպ ավելի։ Ռիսկի միզապարկի քաղցկեղի առաջացման ռիսկի կարևորագույն գործոնը ծխախոտի ծխելն է, որին բաժին է ընկնում տղամարդկանց մոտ միզապարկի քաղցկեղի դեպքերի 50-ից 65%-ը, կանանց մոտ 20-ից 30%-ը։ Ծխախոտի ծուխը պարունակում է արոմատիկ ամիններ, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, որոնք ունեն արտազատվում են երիկամների միջոցով եւ ունեն քաղցկեղածին ազդեցություն։ Ընդ որում պետք է նշել, որ ցածր խեժ պարունակող ծխախոտ ծխելը ընդհանրապես չի պակասեցնում ռիսկը ի համեմատ սովորական ծխախոտ ծխողների մոտ։ Երբեմն երբ ասում ենք ծխախոտի վնասակար ազդեցության մասին պատճառաբանում են, թե մենք ծխում ենք ցածր խեժ պարունակող ծխախոտ։ Ասենք 101 եւ հույս ունենալու, բայց ընդհանրապես տարբերություն չկա։ Եկեք այստեղ ուրեմն այդ վեյպերի, էլեկտրոնային ծխախոտների շատ մեծ տեսականի հիմա կա եւ ես նկատում եմ, որ 15-16 տարեկանից դե հատկապես էլի արական սեռի ներկայացուցիչները սկսում են արդեն գործածել, հույս ունենալով, որ դա այն չէ, ինչ ծխախոտը եւ սա ավելի քիչ վնասակար է։ Ինչ որ այստեղ դիտարկումներ ունեք։ Գրականության մեջ դեռևս համոզիչ տվյալներ չկան էլեկտրոնային ծխախոտի քաղցկեղածին ազդեցության մասին, բայց կան հետազոտություններ, որտեղ բարձել են, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործողների մեզում նույնպես հանդիպում են քաղցկեղածին նյութեր, այսինքն նա էլ համարվում է պոտենցիալ քաղցկեղածին։ Սակայն դեռևս հավաստի ապացուցողական բժշկության հավաստի տվյալներ չունենք։ Դեռ դատաբազան հավաքվում է, կարծում եմ, եւ մենք արդեն մոտակա 5-ից 10 տարում ունենալու ենք ոչ շատ հուսադրող թվեր եւ ես գրեթե համոզված եմ, որ պարզվելու է, որ ծխախոտից ավելի լավ եւ քիչ վնասակար չէ ու նաեւ ենթադրում եմ երիտասարդացում ենք ունենալու այն բոլոր տեսակների քաղցկեղի, որոնք հենց ծխախոտի ազդեցությամբ են զարգանում, հենց այս պատճառով, որտեղ շատ երիտասարդ տարիքից մտածելով, դե հասած ծխախոտ չի, սա վեյպ է եւ գործածում են։ Հուսով եմ մեզ լսող ունկնդիրները, հատկապես ծնողները ուշադիր կլինեն այս առումով, չկա մի մասնագետ, ով այստեղ ելույթ ունենալիս չնշի վեյպերը անվնաս չեն եւ նույնպես պետք է ուշադիր լինել դրանց նկատմամբ։ Եկեք ախտանշաններից, գանգատներից, մարդու մոտ որոշ բողոքներից խոսենք, ինչից կարելի է ենթադրել, կասկածել, որ մի բան այն չէ միզապարկի հետ եւ միգուցե քաղցկեղի ռիսկ կա։ Միզապարկի քաղցկեղի հիմնական ախտանիշը դա արյունամիզությունն է, հեմատուրիան։ Ընդ որում կարող է դիտվել միկրոհեմատուրիա, երբ արյուն հայտնաբերվում է մեզի միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ, եւ մակրոհեմատուրիա, երբ հիվանդը ինքն է նկատում արյուն մեզում։ Հետագայում արդեն ախտաբանական process-ի տարածվածության ժամանակ հարակից օրգաններ կամ միզապարկի հարակից ստրուկտուրաներ կարող են դիտվել միզարձակության հետ կապված գանգատներ, հաճախամիզություն, դժվարամիզություն, ցավեր, միզածորանային բացվածքների ընդգրկման ժամանակ ախտաբանական process-ի մեջ արդեն վերին միզուղիներից, երիկամներից, միզածորաններից մեզի արտահոսքի խանգարման նշաններ։ Գոտկային շրջանի ցավ, ինֆեկցիայի միանալու դեպքում ջերմություն, տենդ, դող եւ այլ գանգատներ։ Իսկ քողարկված շրջանը երկար է, ես ուզում եմ հասկանալ, այստեղ բաց թողելը հավանական է, թե ոչ, որ մարդը այդ միկրոքանակը մեզի մեջ արյան չնկատի ու ամիսներով ապրի այդպես։ Հնարավոր է, բայց մակրոհեմատուրիայի առկայության դեպքում խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել մասնագետի, հետազոտվել, որպեսզի վաղաժամ հայտնաբերենք միզապարկի քաղցկեղը։ Ստորև կնշենք ինչու է անհրաժեշտ վաղաժամ հայտնաբերումը։ Այո, դրան անպայման առանձին կանդրադառնանք, առանձին
ուղղորդմամբ եւ հարցել ունենք, ես միշտ լսարանին ներկայացնում եմ ինչ թեմայով ենք խոսելու, հարց ունենք արդյոք միզապարկի քաղցկեղը ազդում է նաեւ սեռական ֆունկցիոնալության վրա, հատկապես տղամարդկանց դեպքում եւ արդյոք դա էլ կարող է կասկած առաջացնել։ Անմիջապես կապ սեռական ֆունկցիայի հետ չկա, բայց բարձի թողի դեպքերում կամ ախտաբանական process-ի ավելի խորանալու դեպքում, եթե process-ի մեջ ընդգրկվի շագանակագեղձը, հնարավոր են նաև նմանատիպ գանգատներ։ Երրորդ, չորրորդ փուլերում ինչ է կատարվում, որոնք առավել վտանգավոր են եւ իհարկե լիարժեք բուժման հնարավորությունը գնալով պակասում է։ Այդ ձեր նշած ախտանշաններից որոնք են հենց այդ վերջին փուլերի նկարագրերը։ Միզապարկի քաղցկեղը առաջանալով լորձաթաղանթի ժամանակի ընթացքում չափերով մեծանալով կարող է ներաճել նաև միզապարկի պատի մյուս շերտերի մեջ, մկանային, մակերեսային խորանից եւ այնուհետեւ նաև հարմիզապարկային ճարպաբջջանք, իսկ ավելի բարձի թողի դեպքերում նաև տարածվի հարակից օրգանների վրա, կոնքի պատեր, շագանակագեղձ, կանանց մոտ կանացի սեռական օրգաններ եւ բնականաբար գանգատները կապված կլինեն արդեն համապատասխան օրգանների ախտարվածության հետ։ Բարձի թողի դեպքերում, երբ որ կարող են լինել նաև հեռավոր մետաստազներ, արդեն գանգատները կարող են կապված լինել նաև տվյալ օրգանների ախտարման հետ։ Մասնավորապես ոսկրային համակարգի ախտարվածության դեպքում կավելանա ի հայտ կգան ոսկրային ցավեր, կոնքում, ողոնաշարի գոտկային հատվածում։ Ագրեսիվ զարգացող տեսակ է սա, թե ոչ այնքան։ Մակերեսային քաղցկեղը բավական երկար ժամանակ կարող է մնալ հենց միզապարկի սահմաններում եւ հեռավոր մետաստազներ չունենալ, ինչը թույլ է տալիս բավական հաջողությամբ բավական շատ մեծ հիվանդների լրիվ ապակինում։ Նախկինում կիրառվում էր մակերեսային քաղցկեղ տերմինը, ներկայումս կիրառվում է, եթե միզապարկի քաղցկեղը սահմանափակված է լորձաթաղանթով կամ ենթալորձային շերտով, անվանում են մկան ոչ ինվազիվ քաղցկեղ, եւ եթե արդեն տարածված է մկանային շերտում, արդեն համարվում է մկան ինվազիվ քաղցկեղ։ Ինչու է այս բաժանումը կարևոր, որտեղ մկան ոչ ինվազիվ քաղցկեղի ժամանակ մենք հիմնականում ընտրում ենք օրգանապահպան տարբերակը, այսինքն հիվանդը մնում է իր միզապարկով, կյանքի որակի տուժում չի լինում։ Իսկ մկան ինվազիվ քաղցկեղի ժամանակ արդեն մեծ տոկոս հավանականությամբ գործ ենք ունենում օրգանը հեռացնող վիրահատության հետ, բերելով կյանքի որակի վատացման, բարդություններ եւ բարդությունների։ Եկեք այժմ անդրադառնանք հետազոտություններին, կարծում եմ, եթե մենք խրախուսում ենք վաղ դիմելը, գանգատների ախտանշանների դեպքում անպայման ստուգվելը, մեզ ունկնդրողներին անպայման կհետաքրքրի, թե ինչ գործիքային եւ ոչ գործիքային հետազոտություններ են նշանակվում, ինչ է պետք անել եւ ինչ է ցուցված հայտնաբերելու համար միզապարկի քաղցկեղը։ Կարելի է սկսել ոչ ինվազիվ եւ ոչ շատ դժվարամատչելի հետազոտությունից, ուլտրաձայնային հետազոտությունից, սոնոգրաֆիայից, որը բավական մեծ զգայունություն եւ սպეციფიკություն ունի հայտնաբերելու համար, ինչպես միզապարկի գոյացումը, այնպես էլ վերին միզուղիների վիճակը, որտեղ երբեմն առաջանում են գոյացություններ, չարորակ նորագոյացություններ վերին միզուղիներում, երիկամի ավազանում կամ միզածորանում, որոնք հետագայում ունենում են իմպլանտացիոն մետաստազ միզապարկում, եւ միզապարկի քաղցկեղը հանդիսանում է վերին միզուղիների գոյացության, այսպես ասած, շարունակությունը, այո։ Եվ սոնոգրաֆիան այս ամենի պատկերը կարող է տալ։ Այո, կնպաստի հայտնաբերելուն։ Հետագայում իհարկե հիվանդության փուլը ճշտելու նպատակով, այսինքն պարզելու դա մկան ոչ ինվազիվ քաղցկեղ, եթե մկան ինվազիվ քաղցկեղ, իհարկե արդեն լրացնում են մյուս հետազոտությունները, մասնավորապես համակարգչային շերտագրումը ներերակային կոնտրաստավորմամբ, այսպես ասված կատե ուրոգրաֆիան, որը թույլ է տալիս պարզել ինչպես վերին միզուղիների վիճակը, այնպես էլ միզապարկում գոյացության արկայությունը, գոյացությունների քանակը, կարևոր ստրուկտուրաների ընդգրկումը, միզածորանային բացվածքների ընդգրկումը process-ի մեջ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան նույնպես մեծ նշանակություն ունի միզապարկի քաղցկեղի ախտորոշման եւ փուլավորման մեջ, բավական մեծ
տոկոս հավանականությամբ կարող է պարզել, դա արդեն մկանի մեջ անցած process է, թե դեռևս գտնվում է լորձաթաղանթի կամ ենթալորձային շերտի մակարդակով։ Բժիշկ փաստորեն ՀՏ-ն եւ MRT-ն չեն փոխարինում, այլ փոխլրացում են իրար։ Միգուցե երկուսն էլ անհրաժեշտ լինի, հա, նշանակել։ Այո, երկուսն էլ մեկը մյուսին լրացնում են։ Իրենց մասով վիզուալիզացիային ապահովում։ Վերջին տարիներին արդեն մեր հանրապետությունում են ներդրվել նաեւ պետկատե ասածը։ Այո։ Որը թույլ է տալիս բավական մեծ ինֆորմացիա ունենալ մասնավորապես ավշահանգույցներում ուռուցքային process-ի արկայության մասին, ախտարվածության մասին, հետագա բուժման տակտիկան ավելի ճշտելու նպատակով։ Իդեպ, քանզի հետազոտությունները եւ վերջնական ախտորոշում ունենալը քաղցկեղի կասկածի դեպքում բավականին մեծ դեր ունի երկար ժամանակ եւ ինչու ոչ ֆինանսական ռեսուրսներ է խլում մարդկանցից, արդյոք ձեր կենտրոնում բոլորը հասանելի են թե ոչ եւ արդյոք հնարավոր է ինչ-որ բան կատարել պետպատվերի շրջանակներում, կարծում եմ սա կհետաքրքրի։ Եթե հիվանդ ունի սոցիալական անապահովության խումբ, դա վերաբերում է եւ հաշմանդամությանը եւ սոցիալական անապահով վիճակին կամ զինծառայողի ընտանիքի անդամ, այս դեպքում հետազոտությունները հնարավոր է կազմակերպել պետպատվերի սահմաններում։ Իսկ երբ արդեն ունենք իսկ մնացած ազգաբնակչությունը հնարավոր է համակարգչային շերտագրումը կամ սոնոգրաֆիան կատարվի վճարովի հիմունքներով, բայց երբ ունենք արդեն հաստատված հյուսվածաբանական ախտորոշում, որը տեղի ունենում ցիստոսկոպիայից եւ ներմիզուկային մասնահատումից հետո հյուսվածաբանական քննության միջոցով, արդեն մնացած դժվարամատչելի հետազոտություններն էլ դառնում են պետպատվերի սահմաններում։ Անհրաժեշտ է հաստատել ուղղակի ախտորոշումը եւ հետո մնացյալ քայլերը պետությունը մասնակցում է։ Ախտորոշման վերջնական դերը ցիստոսկոպիան է, այսինքն միզապարկի դիտումը էնդոսկոպիկ եղանակով եւ ներմիզուկային մասնահատումը։ Ինչ է դա։ Դա վիրահատության տեսակ է, էնդոսկոպիկ միջամտություն, երբ հատուկ գործիքի ռեզեկտոսկոպի միջոցով միզապարկը դիտելուց հետո կատարվում է կամ էլեկտրական եղանակով, մոնոպոլյար, բիպոլյար կամ լազերային եղանակով ուռուցքի հեռացում եւ նմուշարության նպատակով եւ նաեւ բուժական նպատակով։ Մակերեսային ուռուցքների համար սա համարվում է բուժման մեթոդ ստանդարտ։ Ու նաեւ միաժամանակ ախտորոշումը հստակ վերջնական հաստատվում է։ Այո, վերջնական ախտորոշումը բարձելու համար անպայման կա մկանային հյուսվածքում ախտարում թե ոչ։ Իդեպ մենք խնդիր ունենք ներկայում հանրությունում մոլորության, որ դա վտանգավոր է, պետք չի ձեռք տալ եւ այլն, սա շատ է քննարկվում, որ մարդիկ երբեմն հրաժարվում են մտածելով, որ իզուր տեղը կբզբզենք եւ կակտիվանա, կագրեսիվանա ուռուցքը։ Ցավոք այդ կարծիքը մեր ազգաբնակչության մեջ արմատացած է, մենք իհարկե ամեն կերպ տարբեր ամբիոններից, տարբեր լսարաններից, եթերներից հնչեցնում ենք, որ բիոպսիան վտանգավոր չէ, բիոպսիան թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել եւ ճիշտ բուժում անցկացնել, փրկելով հիվանդի կյանքը։ Եվս մեկ անգամ նշեք, փոխարինում կա առանց այդ ինվազիվ միջամտության, թե ոչ, թե պարտադիր է ու առանց դրա մենք չենք ունենալու վերջնական ախտորոշում։ Ուռուցքային process-ների մեծ մասի համար փոխարինում չկա։ Բիոպսիան մնում է միակ հիմնական եւ վերջնական ախտորոշման մեթոդը։ Իսկ կոնկրետ միզապարկի քաղցկեղի դեպքում ներմիզուկային մասնահատումը նաեւ առաջի փուլերում համարվում է նաեւ բուժման ոսկե ստանդարտ։ Թույլ է տալիս արմատապես հեռացնել գոյացությունը։ Ինչպիսին է իդեպ արդյունավետությունը հենց այս առաջին փուլերում կյանքի որակի բարձրացման, կյանքը փրկելու համար ինչ որ տոկոսներ, հավանականություններ ունենք։ Այո, բավական բարձր է ամբողջ աշխարհում 5-ամյա ապրելությունը բավական մեծ թիվ է կազմում, մոտավորապես 80-90%։ Դրանից հետո արդեն դինամիկը սկվում է։ Անպայման։ Իհարկե առաջի փուլում կա նաև բուժման այլ մեթոդներ, որոնք լրացնում են ներմիզուկային մասնահատումը, մասնավորապես ներմիզուկային քիմիոթերապիան կամ ներմիզուկային իմունոթերապիան BCG վակցինայի միջոցով։ Հիմնականում
կատարվում է վաղաժամ ներմիզուկային մասնատումից հետո մինչև 24 ժամվա ընթացքում միանվագ քիմիոպրեպարատի ինստիլյացիա, ներարկում, ներարկում միզապարկ, որը ունենում է անմիջապես հակաուռուցքային աբլացիոն ազդեցություն։ Իսկ այնուհետև մոտ 3-ից 4 շաբաթ անց, երբ որ հետվիրահատական բորբոքային երևույթները վերանում են, սկսվում է ներմիզուկային իմունոթերապիան BCG վակցինայի միջոցով։ BCG վակցինան դա տուբերկուլոզի միկոբակտերիայի վակցինան է բավական մեծ դոզայով, որը առաջացնում է տեղային իմունիտետի իմունոթերապիա եւ իմուն տեղաշարժերի միջոցով հաջողվում է ճնշել ուռուցքային բջիջների զարգացումը։ Ու փաստորեն այն շատ թիրախային լոկալ ազդեցություն ունի, արդյոք սա նշանակում է, որ կողմնակի էֆեկտները մնացյալ օրգանիզմի վրա ավելի քիչ են, կարող եք այդ մասին խոսել։ Կողմնակի էֆեկտներ կարող են դիտվել բորբոքումների ձևով, ջերմային ռեակցիա, ցիստիտային երևույթներ, երբեմն արյունամիզություն, բայց դրանք բոլորը ավելի քիչ են, քան տված մեծ էֆեկտը։ Այդ կապակցությամբ BCG թերապիան անցկացվում է ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ, որպեսզի հասցնի վերականգնվել։ Բարդությունները քիչ լինեն։ Սրանք վերաբերում են առաջին երկու թեթև փուլերին, ճիշտ ենք հասկանում։ Միայն հասկանում։ առաջին փուլին, T1, TA փուլերին, երբ որ ունենք գործ մկան ոչ ինվազիվ քաղցկեղի ժամանակ։ Լավ, այդ դեպքում խոսենք իհարկե նաև արդեն բարդացած վիճակների մասին, ինչ է ուրոօնկոլոգիան առաջարկում երկրորդ եւ վերջին երկու փուլերի համար։ Մկան ինվազիվ քաղցկեղի ժամանակ արդեն բուժման ստանդարտ է հանդիսանում միզապարկի հեռացումը, արմատական ցիստեկտոմիան, մեզի դերիվացիայի տարբեր եղանակներով, այսինքն երբեմն վիրահատությունից հետո բարակաղիքային ռեզերվուարներ են պատրաստում, այսպես ասած օրթոտոպիկ ռեզերվուար, երբ միզածորանները իմպլանտացնելուց հետո բարակաղիքային իզոլացված սեգմենտը միացնում է միզուկին եւ ունենում ենք գրեթե բնականին մոտ միզարցակում։ Այո, միզարցակում։ Սա արդյունավետություն բարձր ունի, թե ունի արդյունավետություն, բայց ունի նաեւ վաղաժամ եւ ուշացած բարդությունների մեծ տոկոս։ Այս կապակցությամբ էլ եւս մեկ անգամ շեշտում ենք, որ շատ կարեւոր է վաղաժամ հայտնաբերումը։ Դա թույլ կտա բացի ապակինումից ունենալ նաև կյանքի բարձր որակ։ Ինչ է արվում 4-րդ փուլում, երբ սովորաբար ասում են վիրահատելի չէ, կարիք չկա, այլևս հնարավոր չէ փրկել ոչ հեռացմամբ, ոչ որևէ այլ ինվազիվ միջամտությամբ։ Երկրորդ փուլից սկսած արդեն մեզ օգնության են գալիս ուռուցքաբանության մյուս ուղղությունները, մասնավորապես քիմիաթերապիան, իմունոթերապիան, ռադիոթերապիան, որոնց համատեղ արդյունավետությունը ավելի է բարձրացնում բուժման շանսերը։ Ուռուցքաբանությունը այսօր մուլտիմոդալ մոտեցում է, այսինքն չկա միայն վիրաբուժություն կամ միայն քիմիոթերապիա, եւ ինչպես մեր կենտրոնում, այնպես էլ հանրապետության մյուս կենտրոններում արդեն գործում են ուռուցքային խմբերը, tumor board, անպայման բոլոր հիվանդների դեպքերը քննարկվում են tumor board-ում։ Ովքեր են այդ բորդում մտնում, կարող եք նշել։ Բորդում մտնում են առաջատար վիրաբույժ, քիմիոթերապևտ, ռադիոթերապևտ, հյուսվածաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, որոնք միասին համատեղ որ կայացնում են կոնկրետ հիվանդի բուժման պլանը։ Այսինքն յուրաքանչյուր բուժարոյի համար հավաքվում է թիմը, սա իհարկե շատ լայնածավալ եւ խոր աշխատանք է, կարծում եմ, բայց նշենք հավաքվում են, յուրաքանչյուրն իր մասով կարծիք է հայտնում, հա, ինչպես է այդ քննարկումը լինում։ Եվ այստեղ շատ կարող եմ միգուցե բուժարուներին հետաքրքրի հաստատ լինում են հակասություններ, մեկ ասում է, չէ, սա է պետք սկզբում, մյուսը կարող է ասել, ընդհանրապես դա պետք չէ, ինչպես է հարցը լուծվում սովորաբար։ Բոլոր մասնագետները ունենում են տվյալ հիվանդի բազային տվյալները, դիտում են հետազոտության արդյունքները, իհարկե հակասությունները առողջ նորմալ է, իհարկե, առողջ վիճաբանությունները դրանք անհրաժեշտ են կոնսենսուսի հասնելու համար, այսպես ասած։ Օգնության են գալիս նաև
միջազգային եւ մեր հանրապետությունում տեղայնացված guidelines-երը, ուղեցույցերը Լավ։ կոնկրետ հիվանդության վերաբերյալ եւ կոնկրետ տվյալ հիվանդի վերաբերյալ ընտրվում է լավագույն մոտեցումը։ Իսկ լինում է, որ տարբերակներ առաջարկվեն բուժարուին եւ ընտրությունը մնա նրա վրա, այդպիսի դեպքեր հնարավոր են։ Այո, Կարող եք անել սա կամ կարող եք ընդհանրապես ոչինչ չանել։ Այո, իհարկե, օրինակ հենց բուժարուների մի մասը կտրականապես հրաժարվում է օրգան հեռացնող վիրահատությունից, արմատական ցիստեկտոմիա։ Սա արդարացված է, թե ոչ այնքան։ Կյանքի որակի տեսակետից ինքը բնականաբար կտուժվի, բայց կյանքը փրկելու համար դա երբեմն լինում է միակ տարբերակը, բայց եթե բուժարուն հրաժարվեց, բնականաբար մենք իրավունք չունենք կամքին հակառակ գնալով։ Դուք այստեղ փաստորեն նաև սոցիալ-հոգեբանական աշխատանք եք կատարում, կրթական ինչու ոչ բացատրելու, համոզելու, միգուցե որ ճիշտ է։ Այո, իհարկե։ Մեր կենտրոնում կա նաև հենց սոցիոլոգների եւ հոգեբանների խումբ, որոնք զբաղվում են նման հիվանդների հետ, բացատրում են, կատարում են հոգեբանական աշխատանքներ։ Նաև պալիատիվ ծառայություն կա, չէ՞, ձեզ Այո, մոտ իրենք մասնակցում են օրինակ քննարկումներին, որ փուլում իրենք կարող են միջամտել, օգնել։ Պալիատիվ ծառայության դերը մեծ է բարձի թողի հիվանդների Վերջին փուլերում հիվանդների օգնություն ցույց տալու, կյանքի որակ ապահովելու հարցում այնտեղ էլ գործում է հոգեբանների եւ սոցիոլոգների խումբ, բավական մեծ թիմ, մեծ արդյունավետությամբ։ Շնորհակալություն, կարևոր է այս մշակույթի ներմուծումը երկրում, ազգային կենտրոններում, կարծում եմ, եւ վերջին 4 րոպեները նվիրենք էլի վաղ դիմելու, վաղ ախտորոշման կարևորությանը, եթե կանխարգելիչ ինչ որ հետազոտություններ կան, որոնք պետք է որոշ ժամանակամեկ սկսել կատարել, որոշ տարիքից սկսած, խնդրում եմ դա էլ ներկայացնել, դուք գոհ եք դիմելիությունից այս պահին, թե դեռ անելիք կա, սկսենք դրանից։ Ինձ թվում է դեռ անելիք կա, որովհետև եթե աշխարհում մկան ոչ ինվազիվ քաղցկեղը միզապարկի մոտ 75-ից 80% դեպքերն են կազմում, մեր հանրապետությունում ցավոք դեռ 60 մինչև 65%, իսկ մնացածը արդեն կազմում են մկան ինվազիվ եւ ավելի խորը բարձր թողի դեպքերը, 3-4 փուլի դեպքերը։ Այդ կապակցությամբ եւս մի անգամ հորդորում ենք մեր ազգաբնակչությանը նախ գանգատի առաջին նշանը տեսնելուց անմիջապես դիմել բժշկի եւ հետո դիմել ուրոլոգի, թե թերապևտի, կարող են դիմել ուրոլոգի, թերապևտի, կարող են դիմել ռադիոլոգի, հենց սոնոգրաֆիստի։ Լավ։ Կարևորը սկսելն է։ Միտեղից սկսել, հետո շարունակվի, ահա։ Եվ կան ռիսկի խմբեր, հենց տղամարդկանց մոտ 45-50-ից 50 տարեկանից սկսած մի քանի հետազոտություններ թույլ կտան հայտնաբերել վաղաժամ հայտնաբերել, այո, շատ վաղ հայտնաբերել եւ միզապարկի քաղցկեղը եւ նորից անդրադառնանք շագանակագեղձի քաղցկեղը, որը գնալով ավելի մեծ տարածում է ձեռք բերում։ Մի քանի ոչ դժվարամատչելի հետազոտությունների միջոցով մենք ունենանք բավական լավ արդյունք։ Կնշեք հայ 45-50 պլյուս տղամարդը տարին 1 ինչ հանձնի կամ կես տարին 1։ Որպես ուրոլոգ կարող եմ ասել սոնոգրաֆի քննություն եւ արյան մեջ շագանակագեղձի համար սպეციფიկ պրոստատ սպეციფიկ անտիգենի որոշում։ Սրանք բարդ չեն, հա? Բարդ չեն, այո, արագ են եւ մեզ թույլ կտան։ Այո։ Հուսադրենք էլի, որ այո, հատկապես տղամարդիկ մի քիչ խուսափում են, այդպես չգիտեմ ինչ են անելու, որքան է տևելու, հետո ցավելու է եւ այլն եւ այլն։ Ոչ, այդ երկու հետազոտությունը այնուհետև արդեն մասնագետ ուրոլոգի խորհրդատվությունը, զննումը թույլ կտան հայտնաբերել ռիսկի խմբերը եւ արդեն ավելի խոր հետազոտությունների միջոցով ախտորոշել եւ բուժել։ Իդեպ ձեր նշած հետազոտությունները կասկածներն անպայման ցույց կտան, հա, եւ ավելի մանրակրկիտ հետազոտություն կցուցվի, բաց թողնել այստեղ չի լինի, հա։ Հիմնականում ոչ։ Սոնոգրաֆիան թույլ կտա ուլտրաձայնային հետազոտությունը հայտնաբերել, ընդհանրենք միզապարկում վաղ պապիլար գոյացությունը,
իսկ շագանակագեղձում չափերի մեծացումը, փոփոխությունները պրոստատ սպეციფიկ անտիգենի միջոցով էլ որը բավական զգայուն եւ սպეციფიկ մարկեր է, արդեն թույլ կտա հայտնաբերել շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված ռիսկի խումբ։ Հետագայում արդեն օգնության են գալիս մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, համակարգչային շերտագրումը, այո, անհրաժեշտության դեպքում բիոպսիան եւ թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը եւ բուժել։ Շնորհակալություն, հարգելի տղամարդիկ, խնդրում եմ մի անտեսեք 45-50 պլյուս տարիքի հատկապես ներկայացուցիչները, սրանք շատ արագարվող, բավականին մատչելի, չէ, ֆինանսական առումով, այստեղ աստղաբաշխական թվերի մասին խոսք չկա, խնդրում եմ բաց մի թողեք եւ անպայման անցեք այս չեքափերը։ Նորաձև բառով նշեմ, սկրինինգային հետազոտությունները, կանանց ուշադրությունը եւս գրավում եմ, երբեմն կանայք են ուշադիր ավելի լինում եւ ուղարկում կամ տանում տղամարդկանց, սա եւս տարբերակ է։ Մենք զրուցեցինք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժնի ղեկավար, բժիշկ ուրոլոգ Վարդան Առաքելյանի հետ միզապարկի քաղցկեղի ամիսն է, իրազեկման ամիսն է մայիսը, ուշադիր եղեք բոլորին, առողջություն, ցտեսություն։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։